Բարև ձեզ։ Իմ ձեռքի տակ է հայտնվել Նիկոլ Փաշինյանի ստորագրությամբ հույժ գաղտնի մի փաստաթուղթ, որը միտումնավոր ընտրություններից առաջ գաղտնի են պահում քաղաքացիներից։ Իմ գործընկեր լրագրողները գրավոր հարցում են իրականացրել կառավարություն, սակայն այս որոշումը որևէ մեկին չի տրամադրվել։ Փակցրել են, որպեսզի դուք, այսպես կոչված հերոս հարկատուներդ, չիմանաք, թե ինչպես է Նիկոլ Փաշինյանը մեկ ստորագրությամբ շուրջ 3 միլիարդ դրամ գումար պետական բյուջեից դուրս գրել իշխանական վերնախավին պարգևատրելու համար։ Ուշադրություն, սա արվել է համատարած թանկացումների, շուրջ 80,000 դրամ աշխատավարձ ստացողների, 36,000 դրամ թոշակ ստացողների եւ համատարած աղքատության ֆոնին։ Ձեր հարկերով, ձեր հաշվին օրենքով ձևակերպված, բայց խղճից դուրս։ Այս փաստաթղթի 8-րդ կետում ամրագրված է հույժ գաղտնի։ Ընդ որում սա հույժ գաղտնի է դարձել ոչ թե նրա համար, որովհետև վտանգում է պետության անվտանգությունը, այլ նրա համար, որպեսզի դուք դրա մասին չիմանաք, տեղեկացված չլինեք ու հարցեր չտաք։ Համեմատության մեջ չդնեք ձեր 80,000 դրամ միջին աշխատավարձը 36,000 դրամ թոշակը։ Դեկտեմբերին, մինչ դուք մտածում եք ինչպես փակել վարկերը, ինչպես վճարել գազի լույսի գումարները, Հայաստանի Հանրապետության կառավարությունը գաղտնի որոշում է ստորագրում եւ պարգևատրումներ բաժանում հիմնականում վերևներին։ Նախարարներին, փոխնախարարներին, վարչության ու բաժնի պետերին, նախարարներն էլ իրենց հերթին որոշել են միլիոններ տալ իրենց խոսնակներին, որոշ դեպքերում նաև վարորդներին։ Այժմ առավել փաստարկված։ Ընդ որում այս թվերը կապ ունեն 13-րդ աշխատավարձի հետ։ Նրանք ստացել են եւ 13-րդ աշխատավարձը եւ այս պարգևատրումները։ Այսպես, բաժնի պետերը ստացել են մոտ 2 միլիոն դրամ պարգևատրում, վարչության պետերը 2,5-ից 3 միլիոն դրամ, փոխնախարարները 3,5-ից 4,5 միլիոն դրամ, նախարարները 6-ից 7 միլիոն դրամ։ Իմ ձեռքի տակ հայտնված հույժ գաղտնի փաստաթղթում նշվում է, որ պարգևատրվել են ֆինանսների, պաշտպանության, առողջապահության, արդարադատության, արտաքին գործերի նախարարության, ներքին գործերի նախարարության, կրթության, գիտության, մշակույթի եւ այլն, էկոնոմիկայի, բարձրագույն տեխնոլոգիաների նախարարության, ՊԵԿ-ի, կատաստրի եւ այլ առանցքային մարմինների աշխատակիցներ։ Պետական համակարգում 180-ից 200,000 դրամ աշխատավարձ ստացողներ։ Դուք ձեզ ինչպես եք զգում։ Անարդարության զգացում առաջացավ, թե ոչ։ Ես տեղեկացված եմ նաև, որ ձեզնից շատերը առհասարակ 13-րդ աշխատավարձ չեն ստացել կամ ստացել են մասամբ։ Ձեր բաժնի պետերը, որ տարվա մեջ մի քանի ամիս են ընդամենը աշխատանքի գալիս, հիմնականում լինում են գործուղումների մեջ, միլիոնավոր դրամների պարգևատրում են ստացել, իսկ դուք ոչինչ։ Այս որոշումից երևում է, որ խրախուսվել է ոչ թե աշխատանքը, այլ պաշտոնը, այլ ԿՊԱ-ական լինելը, խրախուսվել է ոչ թե սովորական քաղաքացին, շարքային աշխատողը, որը օրնիգուն աշխատում է, արժեք է ստեղծում, այլ այն անձը, որը դասվում է ԿՊԱ-ականների շարքին, որը ծառայություն է մատուցում իշխանություններին։ Ինչու քաղաքացիներին չեք ներկայացնում բաց եւ թափանցիկ, թե որտեղ են ծախսվում պետական բյուջեի գումարները։ Բնականաբար, եթե շարքային քաղաքացին իմանա, որ օրինակ Սրբուհի Գալյանը ստացել է թոշակառուի 16 տարվա թոշակը մեկ ստորագրությամբ մեկ օրում, կառաջանա անարդարության զգացում։ Եվ անարդարության զգացումից ելնելով քաղաքացին 2026 թվականի ընտրություններին պարզապես չի ընտրի Նիկոլ Փաշինյանին։ Հարգելի հերոս հարկատու, ազնիվ եղեր ինքդ քեզ հետ ու պատասխաներ իմ այս պարզ հարցին։ Ինչպես զգացիր, երբ իմացար, որ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը մեկ օրում Նիկոլ Փաշինյանի մեկ ստորագրությամբ ստացել է քո 7-ից 8 տարվա աշխատավարձը։ Հիշեք այս թիվը, շուրջ 3 միլիարդ դրամ պետական բյուջեից Նիկոլ Փաշինյանը գումար է դուրս գրում իշխանական վերնախավին պարգևատրելու համար, սակայն 0 դրամ թոշակառուներին, 0 դրամ շարքային աշխատակիցներին, 0 դրամ պատերազմում վիրավորում ստացած մեր զինվորներին, 0 դրամ պատերազմում նահատակված հերոսների ընտանիքներին։ Սա փաստ է, սա փաստաթուղթ է եւ սա արվել է ձեր հարկերով։